Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում Սոնան, Լիլիթն ու Նարեն հանդիպում են սրճարանում։ Երեք աղջիկները նստած են մեկ սեղանի շուրջ, ջերմ զրույցի մեջ։ Նարեն փորձում է մի փոքր շեղվել վերջին օրերի լարվածությունից, իսկ Լիլիթը իր հերթին չի կարողանում թաքցնել իր սիմպաթիան Հայկի հանդեպ։ Զրույցի ընթացքում նա սկսում է աննշան, բայց խայտոտ խոսքեր ասել ուղղված Նարեին։ Երբ Նարեն նշում է, որ հիմա պարզապես ուզում է մի փոքր հանգստանալ ու ցրվել, Լիլիթը ժպտում է և կիսախայտոտ տոնով պատասխանում, թե հավանաբար նա հոգնել է նախահարսանեկան պատրաստություններից ու դա է նրա հոգնածության պատճառը։ Նարեն հստակ զգում է Լիլիթի թաքնված հեգնանքը, բայց ընտրում է լռությունը, չցանկանալով բարդացնել իրավիճակը։ Քիչ անց Հայկին զանգում է քեռին։ Նա հանգիստ, բայց մի փոքր անբնական ձայնով ասում է, որ լավ կլինի գնա այն սրճարանը, որտեղ Սոնան է իր ընկերուհու հետ։ Ասում է, որ ինքը պարզապես ցանկանում է համոզվել, որ ամեն ինչ կարգին է։ Հայկին տարօրինակ է թվում այս խնդրանքը։ Նա հետաքրքրվում է, արդյոք անհանգստանալու պատճառ կա, կամ ինչու է քեռին նման բան խնդրում։ Քեռին խուսափում է հստակ պատասխան տալուց և ասում է, որ դա անում է պարզապես իր ներքին հանգստության համար։ Հայկը մնում է մտահոգված, չհասկանալով ինչն է իրականում քեռու անհանգստության պատճառը։ Այդ ընթացքում սրճարանի մթնավորդը փոխվում է։ Արմոն հանկարծակի ներս է մտնում, սառն, լարված, աչքերով փնտրելով Նարեին։ Նա տեսնելով աղջիկներին անմիջապես սկսում է բարձր ձայնով խոսել, խանդոտ տոնով, պահանջելով բացատրություն, թե ինչու է Նարեն այստեղ և ում հետ է։ Նրա վարքը սադրիչ է, անտեղի և վիրավորական։ Սոնան փորձում է միջամտել ու բացատրել, որ իրենք ուղղակի աղջիկներով հավաքվել էին, առանց որևէ երկրորդ մտքի։ Արմոն սակայն կորցնում է ինքնատիրապետումը, անտեսում է Սոնայի խոսքերը և նույնիսկ կոպիտ ձևով լռեցնում նրան։ Նարեի նկատմամբ նրա վերաբերմունքը դառնում է բացահայտ ագրեսիվ։ Նա բռնում է Նարեի թևից, քաշում է նրան, ցավեցնում։ Մարդիկ շրջապատում նայում են, բայց ոչ ոք չի համարձակվում միջամտել։ Արմոն Նարեին ստիպում է վեր կենալ ու դուրս գալ իր հետ։ Նա ուղեկցում է Նարեին մինչև տուն։ Ներս մտնելուն պես Նարեն տեսնում է ծնողներին, Անիկին, Սակոյին և եղբորը Վռամին։ Դեմքը կարմրած է, ձեռքերը դողում են, իսկ աչքերում զայրույթ և ցավ։ Նա չի սպասում ոչ մի հարցի, սկսում է բարձր ձայնով պատմել ամեն ինչ՝ սրճարանում տեղի ունեցածը, Արմոյի ագրեսիան, վիրավորանքը և ֆիզիկական բռնությունը։ Սակոն փորձում է խուսափել թեմայից, խոսքը շեղվելով և ակնարկելով, թե գուցե Նարեն ինչ-որ կերպ պատճառ է տվել, որ Արմոն զայրանա։ Բայց Նարեն ընդհատում է նրան ցույց տալով իր թևի կապուտները։ Տանը տիրում է լռություն։ Անիկն ու Վռամը շոկի մեջ են, իսկ Սակոն շարունակում է մնալ անհասկանալի սառնությամբ հանդարտ, նրա մտքում բոլորովին այլ բան է։ Նա վախենում է միայն մեկ բանից, որ Արմոն կարող է բացահայտել այն գաղտնիքը, որը պահել է 10 տարի։ Գաղտնիքը, որ հենց ինքը Սակոն է սպանել Աշոտին։ Այդ մտքից ելնելով նա նախընտրում է աչք փակել դստիր ցավի վրա։ Նարեի արցունքները նրա համար դառնում են երկրորդական։ Նրա միակ մտահոգությունը մնում է սեփական մաշկով հին հանցագործության հետևանքներից փրկվելը։ Հարգելի հետևորդներ, արդյոք այսքանից հետո էլ Սակոն Նարեին ստիպողագար կամուսնացնի Արմոյի հետ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ ոտկատեղը, ես չափեցի և իմ հայրամի կիբը, սարսափելի կիբ, 81 սանտիմետր, 81 սանտիմետր իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70, մինիմալ իմ նպատակը, այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղթի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար և մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ախմախ բան ստացվեց, բայց